մենք սկսում ենք Կամար պոդքասթը։ Երբ նայում ենք պացիենտին, միանգամից պետք է մտովի պատկերացնենք նրա ժպիտը։ Ռեստավրացիան կարող է փոխել մարդու ինքնագնահատականը։ Շատ է փոխվել ոլորտը, Իսկ կարող ենք մեկ այցով լրիվ փոխել մարդու ժպիտը։ շատ կարևոր հարց է։ Իմ մեջ որոշեցի, որ ես այնպես պետք է վերականգնեմ իր ատամները, որ ինքը լիարժեք ժպտա, եւ դա ինձ հաջողվեց։ Այո։ Ողջույն բոլորին, մենք սկսում ենք Կամար պոդքասթը։ Խոսելու ենք ձեզ հետաքրքրող թեմաներից։ Այսօրվա մեր հյուրն է բժիշկ ստոմատոլոգ Արաքսիա Համբարձումյանը, եւ մենք խոսելու ենք ատամների գեղարվեստական ռեստավրացիայից։ Եկեք սկզբում հասկանանք, որն է ատամների գեղարվեստական ռեստավրացիան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, կփորձեմ հնարավորինս պարզ ներկայացնել գեղարվեստական ռեստավրացիան։ Գեղարվեստական ռեստավրացիան սա ժամանակակից ստոմատոլոգիայի նոր ուղղություններից մեկն է, որի նպատակն է ոչ միայն վերականգնել ախտահարված եւ կորցրած հյուսվածքները ատամների, այլ պացիենտին պարգևել հնարավորինս բնական, գեղեցիկ եւ անթերի ժպիտ։ Մենք խոսում ենք բոլորիս հայտնի վինիրների մասին հիմա։ Մասամբ, քանի որ գեղարվեստական վերականգնումները ավելի խորքային աշխատանք են, ավելի մանրակրկիտ աշխատանք են, քան կոմպոզիտային վինիրները, ի տարբերություն կերամիկական վինիրների, գեղարվեստական վերականգնումը ավելի հնարավորություն է տալիս պահպանել առողջ հյուսվածքները առանց հղկումների կատարել աշխատանքը։ Որ դեպքում է մարդուն խիստ անհրաժեշտ գեղարվեստական ռեստավրացիան։ Առաջնային կարող եմ նշել կոտրված եւ վնասված ատամները։ Մնացած դեպքերում, օրինակ հիմա շատ տարածված են օրթոդոնտիկ բուժումից հետո, երբ պացիենտները մոտենում են միջատամնային տարածությունները փակելու համար, նաև նախկինում կատարված ոչ էսթետիկ գեղարվեստական վերականգնումները փոխելու համար, պլոմբավորված ատամները նորից վերականգնելու այն պարագայում, երբ երևում են նախկինում արված պլոմբաների գծերը, գունափոխված ատամները, մաշված ատամների դեպքում նորից ցուցված են գեղարվեստական վերականգնումները։ Իսկ կարող ենք մեկ այցով լրիվ փոխել մարդու ժպիտը։ Մեկ այցով էլի մի փոքր խնդրահարույց է, որովհետև գեղարվեստական վերականգնումները իրականում բավական ժամանակատար աշխատանք է։ Եթե 1, 2, 3 ատամի շրջանակում պետք է աշխատել, այո, մեկ այցով դա հնարավոր է, բայց եթե մենք վերականգնելու ենք ամբողջ ժպիտը, այստեղ արդեն ավելի ժամանակատար է եւ մի փոքր այցերը ավելանում են։ Իսկ ինչքան բնական կարա լինի օրինակ գեղարվեստական ռեստավրացիան։ Այնքան բնական, որ նույնիսկ բժիշկ ստոմատոլոգը կարող է ինքը չտարբերել, դա բնական ատամ է թե ոչ։ Ոնց է կընտրում ատամի երանգ, օրինակ մարդ կա ուզում է մի քիչ ավելի բաց լինի ու այդ բնական չի երևում։ Սա ամենացավոտ հարցն է, որովհետև շատ առաջին հերթին, երբ որ դիմում են պացիենտները, առաջին հարցը մեր հենց այդ է, ինչ գույն ենք ընտրելու։ Հիմնականում ընտրում են շատ սպիտակ գույնը, որը այնքան էլ էսթետիկ չէ։ Չափից ավելի սպիտակ լինելը արդեն արհեստականության նշան է։ Եվ փորձում ենք մենք պացիենտներին համոզենք, որպեսզի նրանք ընտրեն ավելի բնական գույներ եւ ստանանք ավելի բնական ժպիտ։ Ատամի գույնի ընտրությունը ամենակարևոր պահերից մեկն է։ Գույնը ընտրելուց առաջ մենք հաշվի ենք առնում պացիենտի տարիքը, առաջին հերթին մաշկի գույնը եւ իհարկե հարևան ատամների գույնը։ Եթե մենք աշխատում ենք մի քանի ատամների շրջանակում, ապա անպայման գույնը ընտրվում է բնական ատամների գույնը, ինչ որ ունի պացիենտը։ Եթե աշխատում ենք տոտալ ռեստավրացիաների դեպքում, արդեն պացիենտը ընտրում է իր ցանկացած գույնը, պարզապես մենք փորձում ենք ուղղորդել, որպեսզի այդ գույնը լինի հնարավորինս բնական։ Ես հենց այդ էի ուզում հարցնել, իսկ եթե բնական չի ստացվում պացիենտի ուզած գույնը, ինչ է անում այդ դեպքում։ Այստեղ արդեն կարևոր է այդ ժպիտը դուր է գալիս իրեն, թե ոչ։ Եթե պացիենտին դա գոհացնում է, արդեն մենք այստեղ անզոր ենք։ Եղել է դեպք, որ անեք, բայց ձեզ դուր չգա։ Այո, եղել է։ Բայց պացիենտը շատ գոհ է եղել գույնի ընտրությունից։ Մեր նպատակը երջանկացնել պացիենտներին։ Հասկացա, իսկ սխալ պատկերացումներ ունեն մարդիկ գեղարվեստական ռեստավրացիայի մասին։ Այո, սխալ պատկերացումներ կան, երբեմն նույնիսկ պացիենտները պատկերացում չունեն, թե ինչ է գեղարվեստական վերականգնումը, բայց ամենաշատ սխալներից մեկը երևի հենց այդ չափից ավելի ճերմակ ատամների ցանկությունն է ունենալ, այո։
Ձեր աշխատանքի ընթացքում որն է եղել ամենահաճախ հանդիպող խնդիրը, որով մարդիկ ձեզ դիմել են։ Ամենահաճախը բնականաբար ոչ էսթետիկ ատամնաշարը։ Հիմնականում այդ հարցով են ինձ դիմում, որպեսզի օգնեմ։ Ռեստավրացիան կարող է փոխել մարդու ինքնագնահատականը։ Միանշանակ, այո, միանշանակ։ Հիմա մենք ապրում ենք այն դարաշրջանում, որտեղ շատ տարածված են սոցիալական կայքերը, տեսազանգերը, այս լուսանկարչությունը, եւ մարդիկ ավելի շատ են սկսել ուշադրություն դարձնել իրենց շպիտին, ու բնականաբար փորձում են ել ավելի գեղեցկացնեն եւ ավելի ներդաշնակ դարձնեն այն։ Եկեք մի քիչ խոսենք, թե ինչքան է ծառայում գեղարվեստական ռեստավրացիան։ Գեղարվեստական ռեստավրացիան բավական երկար է, մինչև 10 տարի եւ ավել։ Այստեղ կատարվում է այնպիսի խորքային աշխատանք, որը բացի գեղեցիկ դարձնելուց ատամը նաև այն դարձնում է ավելի պաշտպանող է, եւ ճիշտ խնամքի դեպքում այն 10 եւ ավելի տարիներ կարող է ծառայել։ Իսկ պացիենտից ինչ է հասնում, ինչ է պահանջում իրանից, որ ավելի երկար պահպանվի արդյունքը։ Ամենակարևորը հիգիենան է եւ ժամանակին այցելել բժիշկ ստոմատոլոգին։ Ունեցել եք նենց դեպք, որ պացիենտը նայի իրան հայելու մեջ առաջի անգամ ու հուզվի։ Այո, բազմաթիվ են եղել այդ դեպքերը։ Անկեղծ ասեմ, երբ որ նախնական ֆոտոնկարներն ենք անցկացնում աշխատանքը սկսելուց առաջ, պացիենտների ժպիտը գրեթե տեսանելի չի լինում։ Նրանք ամբողջ կյանքի ընթացքում փորձում են ժպտալ այնպես, որպեսզի իրենց թիմային ատամները չերևան։ Եվ աշխատանքը ավարտելուց հետո կարծես հրաշք է տեղի ունենում եւ պացիենտները այնքան լայն են ժպտում, այնքան անկեղծ ու գեղեցիկ են ժպտում, ու այո, շատ հաճախ նաեւ հուզվում են։ Ինչ զգացողություն եք ունենում այդ պահին, որտեղ դուք եք արել։ Երջանկություն եւ բավարարվածություն։ Անկեղծ դա մեր աշխատանքի ամենակարևոր մասն է եւ գնահատված լինելը աշխատանքը երբ դուր է գալիս պացիենտին, դա մեր ամենակարևոր զգացողությունն է։ Հիշեք նենց դեպք, որ ամենատպավորվածն է եղել։ Դեռահաս տղա էր, մոտեցել էր, երբ ինքը ասեց ես ընդհանրապես չեմ ժպտում իմ ատամների պատճառով, ես շատ հուզվեցի ու իմ մեջ որոշեցի, որ ես այնպես պետք է վերականգնեմ իր ատամները, որ ինքը լիարժեք ժպտա եւ դա ինձ հաջողվեց։ Այո։ Եկեք խոսենք, օրինակ, ինչքանով է ոլորտը փոխվել վերջին տարիներին։ Շատ է փոխվել ոլորտը, այստեղ պետք է նշեմ, որ շատ արագ է աճում ստոմատոլոգիան, շատ արագ է զարգանում եւ նոր նյութերը, նոր տեխնիկաները, խոշորացումը, որը մտել է ստոմատոլոգիա, մեզ օգնում է գրեթե անթերի կատարել աշխատանքը եւ ստանալ շատ բարձր որակ։ Իսկ դուք ինչպես եք օրինակ համադրում էսթետիկան ու ֆունկցիոնալությունը։ Դա բավական բարդ աշխատանք է, բայց հենց դրանից է կախված մեր աշխատանքի որակը եւ լավ արդյունքը։ Այստեղ գեղարվեստական վերականգնումով զբաղվող բժիշկը պետք է լինի ոչ միայն բժիշկ, այլ նաեւ պետք է լինի նաեւ էսթետ եւ արվեստագետ։ Այսինքն, երբ նայում ենք պացիենտին, միանգամից պետք է մտովի պատկերացնենք նրա ժպիտը եւ կարողանանք վերարտադրել այդ ամենը պացիենտի մոտ, այո։ Տեղյակ եմ, որ կա կոմպոզիտային վինիրներ։ Օրինակ, ինչով է դրանք տարբերվում գեղարվեստական ռեստավրացիայից։ Շնորհակալ եմ հարցի համար, շատ կարևոր հարց է։ Կոմպոզիտային վինիրները իրենք պատրաստվում են պլոմբանյութի օգնությամբ նաև, բայց պատրաստվում են մեկ ամբողջական պլոմբանյութով։ Այսինքն այստեղ բժիշկը չի վերարտադրում այն խորքայնությունը, այն բազմաշերտությունը, ինչը մենք վերարտադրում ենք գեղարվեստական ռեստավրացիաների ժամանակ։ Այ քիչ առաջ մենք խոսեցինք այն մասին, հնարավոր է արդյոք մեկ այցի ընթացքում վերականգնել ամբողջ շպիտը։ Կոմպոզիտային վինիրների դեպքում դա այո հնարավոր է, բայց գեղարվեստական վերականգնումը, քան որ նշեցի, շատ խորքային եւ երկարաժամկետ աշխատանք է, մեկ այցով հնարավոր չէ։ Այստեղ է հիմնական տարբերությունը։ Կոմպոզիտային վինիրները չունեն այն խորքայնությունը, այն մանրակրկիտ աշխատանքը եւ այն բնականությունը, ինչը ապահովում են գեղարվեստական վերականգնման դեպքում։ Այս ամեն ինչի մեջ շատ կարևոր է նաեւ բժշկի աշխատանքը։ Որքան բժիշկը պրոֆեսիոնալ է աշխատում, բնականաբար այնքան ավելի արդյունքը գոհացնող է լինում։ Եթե մենք այդ բոլոր նյութերը, նորագույն տեխնոլոգիան տանք անփորձ բժշկին, նա միևնույնն է ստեղծելու է այն, ինչ ինքն է կարողանում։ Դրա համար ուզում եմ կարևորել նաև բժշկի պրոֆեսիոնալիզմը այս աշխատանքի մեջ։ Եկեք խոսենք, թե ինչու է դժվար գեղարվեստական ռեստավրացիան։
բլից հարցում անենք, շատ արագ պատասխաններ եմ ակնկալում։ Ամենագեղեցիկ ժպիտը ձեր կարծիքով։ Բնական ժպիտը, Ամենատարածված սխալը։ շատ ջերմակատամները, Գեղարվեստական ռեստավրացիան ավելի շատ գիտություն է, թե արվեստ։ երկուսը համատեղ, Եթե չլինեիք ստոմատոլոգ։ կլինեի ստոմատոլոգ, միայն ու միայն։ Ուրիշ պատասխան չէր ակնկալվում։ Բժշկուհի, իսկ որն է գեղարվեստական ռեստավրացիայի ամենամեծ առավելությունը։ Ինձ համար ամենամեծ առավելությունը այն է, որ աշխատանքը շատ հաճախ կատարվում է առանց ատամների հղկման, պահպանելով առողջ հյուսվածքները։ Մենք այսօր խոսում ենք գեղարվեստական ռեստավրացիայից, դուք արդեն գիտեք դա ինչ է նշանակում, եւ եթե ուզում եք վերականգնել ձեր ժպիտը, նկարագրության բաժնում կգտնեք կոնտակտային տվյալներ մեզ հետ կապվելու համար։ Սիրով կսպասենք ձեզ։